Հարգելի հեռուստադիտողներ, մենք կրկին հյուրասրահում ենք խոսելու ենք մի նախագծի մասին եւ իմ գործընկերը սիրով կներկայացնի մեր հյուրերին։ Այո, մենք թողարկման սկզբում նշեցինք, որ մեր հյուրն է լինելու շատ հայտնի ոճաբան եւ դիմահարդար, այնպես որ աղջիկները եւ կանայք կարծում եմ շատ մեծ անհամբերությամբ են սպասում այս հարցազրույցին եւ այսպես մեր տաղավարում է ոճաբան, դիմահարդար Ռոբերտ Մինասյանը, նրան ուղեկցում է ոճաբան դարձյալ բլոգեր, ֆեշն բլոգեր Մարիաննա Կաբաբյանը, նրանց հետ կզրուցենք հենց մի հետաքրքիր ֆոտոնախագծի մասին, որի հիմքում հայկական բրենդ հասկացությունն է։ Բարի լույս, ուրախ ենք ձեզ տեսնելու շատ։ Եվ այո, յուրախություն բոլոր կանանց, այսօր տաղավարում է շատ կարևոր մարդ, ով զբաղվում է գեղեցկությամբ։ Եվ խոսենք, ի սկզբանե խոսենք նախագծի մասին, որն արդեն կայացել է, այդ ձեր համագործակցության մասին ինչպես կայացավ, ինչու համաձայնեցիք մասնակցել այս նախագծին, խնդրեմ։ Давай начинай рассказывать. Я начну. Хорошо. Սկսեմ պատմել ես, մենք Ռոբերտի հետ ծանոթացանք իր ներկայացուցիչի միջոցով, Տաթևիկի Հարությունյան, ով մեզ առաջարկեց նաև համագործակցել, քանի որ Ռոբերտը համաշխարհային ճանաչում ունեցող celebrity make-up artist է, աշխատում է համաշխարհային հայտնի մարդկանց հետ, ռուսական աստղերի հետ է երկար տարիներ համագործակցել, հիմա էլ Բերլինում համագործակցում է մեգա աստղի հետ Վերոնա եւ մեծ պատիվ էր ինձ համար ծանոթանալ Ռոբերտի հետ եւ ստանալ նման առաջարկ համագործակցության։ Մենք նկարահանեցինք մի նախագիծ, որտեղ օգտագործել ենք հայ դիզայներների հագուստներ, աքսեսուարներ, փորձելով խառնել ցույց տալու համար, եւս մեկ անգամ ապացուցելու համար, որ հայկականը շատ նորաձև է, համաշխարհային տենդենսներին համահունչ մեր նորաձևությունը այսօր ընթանում է առաջ եւ նախագծից երբ տեսնեք կադրեր կհասկանաք, որ ապացուցված է դա մեր կողմից, դիմահարդարումը արել էր Ռոբերտը, ինչի համար ես շատ ուրախ եմ, դիմահարդարումը արվել էր բոլորովին այլ ոճով, ինչին մենք այդքան էլ սովոր չենք, ես շատ հետագայում կոմենտներ ստացա ընթերցողներից, որ դեմքը այլ էր, մոտեցումը այլ էր, ինչը շատ ուրախալի է, որովհետև մենք այսօր թարմ նոր գաղափարների կարիք մեծ ունենք։ Տեսնում ենք մենք հիմա էկրանին։ Այս պահին տեսնում ենք նկարները եւ հարցս ուղեմ Ռոբերտին, ինձ հետաքրքիր է, իսկապես դեմքը կարող է փոխվել միանգամից, եթե բոլորովին ուրիշ դիմահարդարում է դեմքի վրա։ Եվ հետաքրքիր է, որն է այսօրվա նորաձև մեյքափը։ Скажем так, новых тенденций нет. То есть никто ничего нового не придумывает. То есть правил в мейкапе тоже нет. В принципе, это все, что было, есть, и это все делается, в принципе, это все индивидуально делается. Вот что вы делаете? То, что вам нравится, или то, что нравится женщине, которая сидит перед вами, и она, может быть, вам указывает, да, вот что ей нравится? Нет, мне никто вообще в жизни никто ничего не может указывать. Я тоже не указываю, я ничего не диктую, я просто стараюсь работать с этим человеком индивидуально. И, в принципе, это, такая психология, это работа с этим человеком. Ты должен из этого человека вынести всю его красоту, то есть подчеркнуть все хорошие черты лица. Вот, это умеет, я не знаю, как другие визажисты работают, я не знаю, но для меня это как-то получается, и человек должен выражаться вот этими чертами лица. Но это дело вкуса. Кому-то нравится что-то яркое, кому-то нравится, чтобы абсолютно не было что-то там очень слишком подчеркнуто. Вот вы как считаете? Ну, это тоже дело вкуса, но кому как нравится, я не знаю, но у меня, в принципе, за вот сколько уже, 25 лет я работаю, вот я визажистом, никогда такого не было, чтобы никому ничего не нравилось, да, вот, и я всегда стараюсь подчеркивать. Да, такого еще никогда не было. Даже сама Алла Борисовна сказала, что я гений. Да. Все, этим все сказано. Этим все сказано. Լավ, իսկ կա ձեզ հատուկ ինչ-որ գիծ, ոչ, գույն, ձեր ձեռագիրը որն է։ Առանց տեսնելու, որ դուք եք աշխատել, կարող են ասել, որ սա, ահա, Ռոբերտ Я не знаю почему, но это сразу видно. Видно. Да, это сразу видно, даже, скажем, многие друзья, там, знакомые, там, не знаю, еще что-то. Когда я работал, скажем, на фабрике звезд, там,
очень много проектов было в Москве, там, то есть, и когда они кого-то видят, скажем, Сашу Савельеву на сцене, это ты наверняка делал, говорю, а чего? Это сразу видно, говорят, что это твоя рука, я не знаю, есть у каждого человека наверняка свой почерк. Տղամարդկանցել եք դուք արդարում։ Да. Եվ որն է այն սահմանը, որ պետք է չանցնել տղամարդուն Ну, արդարելու։ естественно, не надо превращать из мужчины в женщину, да, но... Որտեղ շատ դժվար է, հասկանում եմ, որ թվում է թե հեշտ է դիմա արդարել տղամարդուն, բայց պրոֆեսիոնալ արտիստին, ով աշխատում է հեռուստախցիկի առջև, բայց կա մի բան, հետաքրքիր նրբություններ ունի նաև այդ դիմա արդարումը։ Естественно, конечно, есть, да, надо подчеркивать тоже черты лица, там все остальное. Я не знаю, бывало, скажем, что я не мог работать с одним человеком, скажем, он брал в этот момент другого визажиста, потом он звонил мне, говорит, нет, говорит, без тебя я не могу обойтись, потому что я выгляжу не так, как ты делаешь меня. Вот. И если в интернете прочитать, я 2,5 года был личным стилистом Сергея Минаева, Духлес, который писал, вот «Честный понедельник» программа была, вот он тоже без меня не мог обойти, он тоже где-то в интернете написал, что Роберт это гений кисти. Вот, что я без него никак не Դե могу. հիմա անդրադառնանք ձեր պատմությանը, դուք Երևանից որոշում եք մեկնել Բերլին, շատ տարիներ առաջ, եւ խոսենք նաեւ ձեր success story-ի մասին, այսպես ասած, հաջողության պատմության, ինչպես ստացվեց, որ դուք մենակ գնացիք։ Нет, я уехал с мамой. Да, мне было 17 лет, и мы как-то решили, это были 90-е годы. Наверняка тяжелые годы начинались, я не знаю, для Советского Союза. И мы эмигрировали просто в Германию, вот, и начали там жить. Եվ արդեն գիտակցում եք ինչով եք զբաղվելու։ Ընտրությունը շատ հետաքրքիր է ձեր։ Դուք գիտեիք արդյոք այո շարունակեմ հարցը։ Հետաքրքիր է։ Я не знал об этом, это как-то спонтанно все получилось у меня в жизни. Хотя, если задуматься, что в детстве, что я делал, как бы у нас были дома какие-то куклы там немецкие всякие, да, дорогие какие-то. И я вот сейчас вспоминаю, что я этих кукол красил всегда фломастерами, которые были вот этими черными фломастерами. И моя мама говорила всегда, о, что ты делаешь с этими куклами, ты превращаешь в Аллу Пугачеву. Я не знаю, в принципе, это было То есть у меня в голове. подсознательно вы уже как бы знали, вот, чем вы будете заниматься. Բերլին նորաձևության մայրաքաղաքներից մեկը, դժվար չէ ինտեգրվել Нет. այդ հանրության նորաձևության։ Հեշտ ստացվեց։ Но для меня все легко, я не знаю, я очень быстро приобщаюсь к этому обществу, вживаюсь в это общество, вот, и очень быстро у меня появились, в принципе, друзья немцы, все остальное, и как-то вот так понеслось, это очень легко. А языковой как-то. барьер в самом начале? Но в самом начале был, естественно, немецкий язык, он сам по себе довольно-таки очень сложный. Очень сложный язык, но как-то у меня, я не понимаю, где-то за 2 года я выучил язык. Вот, и сейчас, в принципе, владею языком как Сейчас русским. вы работаете с очень знаменитой в Германии, во всей Европе звездой. Вот расскажите, пожалуйста, вы индивидуальный ее мейкап-артист. Да. Ну, я работаю с Роной Пот. Да. Պոտի մասին է, հա։ Да. Вот я с ней работаю уже сколько лет, мы сотрудничаем, 4 или 5, я не помню точно. Я как-то и счастлив, что я с ней познакомился, потому что не то, что она мега-мега-мега звезда, да, она это есть, но она еще хороший человек. Вот это, кстати, важно? Это очень важно, да. Если химия не совпадает, то с человеком ты не можешь работать. И у нас как-то химия совпала, даже когда я сейчас в Ереване, она мне по WhatsApp пишет, как у тебя там дела, там все остальное. Говорю, нормально. Может быть, говорит, приват-джет отправить за тобой, чтобы тебя привезли сюда обратно. Говорю, нет, пока я здесь, да, Բայց все մի գուցե хорошо. նրան էլ բերեք մի օր Երևան։ Но я не смогу это сделать, я не знаю, как это делать. Если Армения согласится, захочет ее пригласить сюда, то она прилетит. Да, Вот вы сейчас пожалуйста. находитесь в Ереване. Возможно так, что вы устроите мастер-класс? Были два предложения было, чтобы делать мастер-класс, но как бы что-то не сошлось, я не знаю, пока мест. Может быть, если будут хорошие предложения, будем делать. Сколько времени вы будете находиться? Я пока еще 2 недели, по-моему, здесь буду. Ես կարծում եմ, որ լսեցին մեզ մարդիկ, որպեսզի այդ մաստեր-կլասերը անցկացվեն։ կա, չէ։ Մարիաննա, հետաքրքիր է, դուք վարում եք նորաձևության բլոգ։ Այո։ Երբ դուք սկսում եք, դուք հավատում եք, որ այդ բլոգը հաջողություն կունենա, որովհետև նորաձևությունը վերջին տարիներին է, որ այսպես սկսել է շունչ առնել, կենթանանալ, հետաքրքրել մարդկանց հայկական նկատի ունեն նորաձևությունը եւ
վլոգինգը, ինչու ոչ։ Ես սկսել եմ 5 տարի առաջ 2011-ին, այն ժամանակ դեռ շատ քիչ թվով։ Հիմա էլ շատ չեն, բայց այն ժամանակ շատ սակավաթիվ էր, դաշտը բաց էր, ազատ էր, եւ մտավախություն ավելի շատ իմ շրջապատի մոտ կար, ասում են ինչ կոնտենտ ես ապահովելու, ինչի մասին ես խոսելու, բայց ես չգիտես ինչու, որտեղից այդ ինքնավստահությունը ունեի, որովհետեւ սիրում էի նորաձևությունը, սիրում էի գրել եւ ինձ հարազատ թեմա էր, ես ընդհարցակվեցի շատ տարիների ընթացքում եւ այսօր որ Ռոբերտի հետ այստեղ նստած եմ, կարծում եմ մի բանի մասին է խոսում, որ ինձ մոտ ստացվեց, այո, իհարկե, միանշանակ։ Իսկ առանձին գիծ ցանկություն ունեցել եք ձեր գիծը ունենալ հայկական բրենդի, այո, հագուստ ստեղծելու մասին։ Ես հագուստ ստեղծելու մասին երբևէ չեմ մտածել, որովհետև ես առաջին հերթին մասնագիտությամբ դիզայներ չեմ, երբևէ չեմ նկարել եւ այն աղջիկներից չեմ, ով տիկնիկների համար շորեր է կարել փոքր հասակում։ Ավելի շատ սիրում եք գրել։ Սիրում եմ գրել, ես կարող եմ այդ հագուստի մասին շատ երկար գրել, ասում են լավ է ստացվում, բայց որևէ բան ստեղծել ինձ մոտ միանշանակ չի ստացվի, բայց Ինչ լավ է, որ դուք adekvat եք մտածում։ Այո, իրականությունից չես փախչի, չէ, ես ինձ համար նոր բաներ չեմ հորինի ստեղծի, բայց այսօր մի նախագիծ եմ ղեկավարում, շատ մեծ հպարտությամբ պիտի նշեմ, որտեղ համախմբվել են տարբեր հայ դիզայներներ, մեկ հարթակում ներկայացնում են հայկական ապրանքանիշներ, Armenian Brands նախագծի մասին է խոսքը եւ մեկ հարթակից մենք փորձում ենք համախմբված արդեն ներկայանալ հանրությանը, ներկայացնել ոճային, նորաձև հագուստ, աքսեսուարներ, ազգային տարեր պարունակող միգուցե նաև հագուստ եւ աքսեսուարներ։ Հիմա նախագիծը ընդլայնվում է արվեստի գործերը իր մեջ ներառելու, ինչի համար շատ ուրախ եմ։ Այ հետաքրքիր է Ռոբերտ, ձեր հայացքը, ձեր կարծիքը հայկական դիզայներների վերաբերյալ, նրանց արտադրանքի վերաբերյալ, քանի որ դուք արտերկրից եք գալիս, օտար աչքով ձեզ համար ինչպեսի զարգացում է։ Վստահաբար։ Я познакомился вот сейчас, буквально недавно, да. До этого я не был никогда знаком с армянскими дизайнерами. И вот когда мы были в этом Ташире, да, вот на последнем этаже, я был поражен, то, что я увидел, да, было очень круто, мне очень понравилось. Я не знаю, какие дизайнеры, я название сейчас не помню, но то, что я видел, мне реально понравилось. Красивые вещи очень были. Մարիաննա, դա տևական է լինելու այդ նախագիծ այդ Տաշիրում, որ ես չեմ եղել ճիշտ ասած։ Ես կարծում եմ, որ տղամարդկանց համար դեռ չունեն ոչինչ առաջարկելու։ Ունեն։ Հա, հավատացեք, հայ դիզայներները տղամարդկանց էլ չեն անտեսում, ներկայացված կա տեսականի տղամարդկանց համար եւս։ Համեցեք ծանոթանալու ֆորմատը այլ է, խանութային վիճակ չի ստեղծված, ավելի concept store ենք իրենք ներկայացնում եւ հաճելիորեն կզարմացնի ձեզ։ Հայկական նորաձևությունը վերջին շրջանում վերելք է ապրում, սա նկատում եք շատերը, դուք դա նկատում եք, ռեալ տեսնում եք այդ վերելքը։ Այո, հետաքրքրվածությունը նորաձևության հանդեպ, նորաձև լինելու հանդեպ, դե խնամված միշտ են եղել հայ կանայք, բայց այսօր նաեւ հետևում են նորաձևության տենդենսներին։ Մենք խոսում ենք մեր եթերներից մեկում, որ այսօր հայկական բրենդ կրելը դա նորաձև է։ Եվ կարծես թե սա գնալով առաջ է գնում եւ փորձում են մեր հայ դիզայներների հագուստները օգտագործել կանայք։ Եվ ամենակարևորը, ինչը ոչ պակաս իրոք կարևորը, մաչելի է, այսինքն մենք կարողանում ենք մեզ, բոլորը կարողանում են թույլ տալ, դե ոչ բոլոր դիզայներների մասին է խոսքը գնում, բայց հիմնականում կարողանում են թույլ տալ, գնել եւ հագնել հայկականը։ Գիտեք, հայ դիզայներներն էլ մտածում են հայ սպառողի մասին, իրենք ստեղծելով նաև երկրորդ գծերը, այս լինիա կոչվածը երկրորդ։ Դա անհասանելի չէ, ինչը արդեն կարևոր է։ Այո, միգուցե երիտասարդ ուսանողների համար մի փոքր վիճելի է, էլի կհամաձայնեմ, այդքան էլ հասանելի չէ, բայց ամեն ինչ արվում է, թեկուզ մեր նախագծի շրջանակներում, որ մի փոքր գները ավելի իջնեն, ավելի արտադրանքը ավելի հասանելի լինի մեր դիզայներների համար եւ լայն արտադրություն արդեն կազմակերպելով իրեն կարողանան ավելի մատչելի լինել սպառողի համար։ Պիտի նշեմ ամբողջ աշխարհում այդ տենդենսը կա mass fashion-ից, իրենք արդեն գալիս են հեղինակային հագուստին, յուրաքանչյուր կին նորաձևությանը հետևող մարդ ուզում է լինել եզակի իր տեսակում, այսինքն իր կրած հագուստից ունենա միայն ինքը։ Այդ տենդենսը այսօր Հայաստանում էլ է նկատելի եւ շատ ուրախալի է, քանի որ կար մի պահ, երբ բոլորը ուզում էին կողքինին նմանվել, ուրիշին նմանվել եւ այդ շաբլոն կոչվածը շատ տարածված էր։ Այսօր չէ, այսօր ամեն մեկը իր անհատական ոճն է ուզում ընդգծել, իր ներքինը արտահայտել նորաձև
նորաձևության միջոցով եւ դա շատ ուրախալի է։ Ռոբերտ, դուք հիմնականում աշխատում եք աստղերի հետ, ինչ-որ թոք-շոուների, շրջանակներում։ Իսկ առօրյայում ինչ խորհուրդ կտաք կանանց, ինչպես է պետք ճիշտ մեյքափ անել, ինչն է ճիշտը։ Որովհետև կանայք նայելով այդ բոլոր աստղերին պարզապես ուզում են նմանվել եւ չեն հասկանում, որ դուրս գալով եւ գնալով պարզապես համալսարան չի կարելի այդպես շպարվել։ Не, ну это понятное дело, да, но в принципе, что не то что посоветовать, могу сказать, что любая женщина должна найти свою индивидуальность. Вот. Она не должна стремиться быть похожим на кого-то. И да, могут быть какие-то, как бы это сказать, фавориты, скажем, к которому можно стремиться, да, скажем, там, я не знаю, София Лорен, Моника Беллуччи, там, я не знаю, еще кто-то, да. Но надо подчеркивать лучше свою индивидуальность, быть натуральным, вот, и не стремиться к пошлости лучше. Да, вот это самое главное, чтобы эту грань просто знали. Այսօր շատ դիմահարդարներ կան, նաև Հայաստանում շատ կան, եւ կարծես թե մրցակցությունը մեծ է։ Եվ այս ոլորտում պետք է ուրախությամբ նշել, որ հայերը դարձյալ առաջատար են։ Ես անունը չեմ ուզում տալ, բայց կան հայտնի դիմարդարներ Մոսկվայում եւ ոչ միայն այդտեղ։ Այս մրցակցությանը դժվար չէ դիմանալ։ Եվ որն է ձեր հաջողության գրավականը, դուք ինչպես եք այդ մրցակցությանը դիմանում։ Դե տեսեք, Մոսկվայում ինչքան դիմահարդարներ կան, ինչքան պահանջված այսօր եւ հայտնի անուններ կան։ Եվ ինչու պետք է հրավիրեն հենց Ռոբերտին։ Մտածում եմ ում հրավիրեն նախագծի համար, չէ, Ռոբերտին են հրավիրում։ Я не знаю, в чем секрет, в чем вообще вот этот секрет состоит, я не знаю. Я живу, я работаю, я делаю, я творю, и как бы люди это ценят. Փոխում եք ձեր ոճը, էքսպերիմենտներ սիրում եք արել։ Да, я люблю экспериментировать, естественно, да. Мы экспериментируем очень много. Որովհետև տեսեք, շատ վաղ եք սկսել, 20 տարի առաջ, այս անդադ նորաձևությունը փոխվում է, տրենդները փոխվում են, մարդիկ փոխվում են, պահանջները փոխվում են եւ պետք է անընդհատ այո համապատասխանել դրան։ Времени надо всегда соответствовать, естественно. Այսինքն նաև ընթացքում сοβорել եք։ Да, конечно. А вы сами сейчас ходите на какие-то мастер-классы? Нет, я никуда не хожу, потому что мне это неинтересно. Потому что сам мастер-класс могу я сам себе сделать. Я, в принципе, развиваюсь сам. То есть вы уже дошли до того уровня, что вы не нуждаетесь больше? Нет, я не могу сказать, что я дошел до какого-то уровня. Я на том уровне, на котором я есть, в принципе. И я сам себя развиваю, скажем так. Если у человека есть талант, то, значит, прет. Оттуда где-то, откуда-то прет, оттуда свыше, я не знаю. Նայում եմ Սիմային, եւ տեսնում ենք, թե ինչպես է մեր պրոֆեսիոնալ դիմահարդարը աշխատել։ Նրա այդ ամեն ինչ ճիշտ է ձեր կարծիքով։ Все нормально. Я же не буду сейчас осуждать чужую работу. Да. Ես իդեպ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր դիմահարդարին, որին ես երբեք չեմ դավաճանում, այո։ Շնորհակալություն Անուշ։ Դե ինչ, կարծես թե ամեն ինչ ասված է, մենք ձեզ հաջողություն ենք մաղթում։ Ռոբերտ, մենք հույս ունենք, որ մեզ լսեցին հիմա եւ կհրավիրեն նաեւ ձեզ վարպետության դասի, որ дուք վարեք այդ վարպետության դասը։ Կարծում եմ շատ սկսնակ մասնագետներ ուրախ կլինեն այս հանդիպմանը։ Буду рад сотрудничать. Спасибо, было очень приятно с вами пообщаться. Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք եթեր այս պայն կարճատև գովազդային դադարը, կվերադառնանք եւ կբացենք մեր էջերը։